2024 և 2025 թվականների համար հայտարարագիր լրացնողների հայտարարման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև նոյեմբերի 1-ը։ Խորհրդարանն ընդունել է հարկային օրենսգրքում նախատեսվող լրացումներն ու փոփոխությունները։ Ազգային ժողովը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանը։ Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ազգային ժողովի նախագահ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Սիրելի հայրենակիցներ, ապրիլի 24-ը մեր ազգային հիշողության ծանր ու տխուր օրերից է։ Այս օրը մենք ոգեկոչում ենք 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք պարզապես հայ լինելու համար դարձան ցեղասպանության զոհ։ Հայոց ցեղասպանությունը պատմության խոր վերք է, որն այսօր էլ հնչում է արդարության ձայնով։ Մեր հանձնառությունն է կերտել համախմբված, ուժեղ ու խաղաղ Հայաստան հիմնված անցյալի դասերի վրա եւ միտված դեպի կայուն ապագան։ Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր։ Այն պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում։ Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջև եւ նորովի պարտավորվում պաշտպանել մեր պետականությունը, արժևորել խաղաղությունը եւ արժանավայել ապագա ապահովել մեր սերունդների համար։ Հավերժ փառք անմեղ զոհերի հիշատակին։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ եւ պաշտոնատար Այլանդզինգ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին։ Ալեն Սիմոնյանը, Նիկոլ Փաշինյանն ու Վահագն Խաչատուրյանը ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։ Այս շաբաթ մեր երկիր էր ժամանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերին խորհրդարանում նախընդունեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներ, տարածաշրջանային զարգացումներ ու Ադրբեջանում պահվող հայերի խնդիր։ Սրանք այն հարցերն էին, որոնք զրուցակիցների քննարկման առանցքում էին։ Հաջորդիվ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց կառույցում ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ։ Կողմերն անդրադարձան տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցերին։ Քննարկվեցին նաեւ Հայաստան ԵԽԽՎ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Անդրադարձանք նաեւ նրան, որ Հայաստանի Հանրապետությունն ըստ էության Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առջև պարտավորությունների կատարման առումով արձանագրել է բավականին լուրջ առաջընթաց եւ պետք է արդեն խոսենք այսպես կոչված post monitoring-ային հնարավորությունների մասին։ Մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ այդ կոնտեքստում։ Ներկայացրեցինք այն հիմնական մեսիջները, որոնք անհրաժեշտ են Հայաստան Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով փոխհարաբերությունները կառուցելու համար։ Մենք անդրադարձանք նաեւ մեր հարևանների հետ հարաբերություններին, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ են եւ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի տարբեր հարթակներում եւ շատ կարեւոր կլինի։ Խորհրդարանից կառավարություն ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հանդիպման առանցքում էին տարածաշրջանին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության համաձայնագրին վերաբերող հարցերը։ Այցի շրջանակում հյուրերին ընդունեց նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջև հաստատված սերտ ու արդյունավետ համագործակցությունը, ընդգծվեց, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված աշխատանքը Եվրոպայի խորհրդի հետ նպաստում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին։ Մինչ Հայաստանից հեռանալը ապրիլի 24-ին պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։ Թեև հայտարարագրման համակարգը թվայնացված է եւ տեսականորեն հասանելի բոլորին, իրականությունն այլ պատկեր է ներկայացնում։
Մինչև մայիսի 1-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն անշեղորեն մոտենում է, սակայն հազարավոր քաղաքացիներ դեռ չեն լրացրել իրենց հայտարարագրերը։ Ժամանակի սղություն, համակարգի ծանրաբեռնվածություն, իրավական անտեղյակություն կամ պարզապես թերագնահատված պարտավորություն։ Ահա հիմնական պատճառները, որոնց հետևանքով շատերը կանգնած են խնդրի առաջ։ Հարցի կարգավորման նպատակով ազգային ժողովն այս շաբաթ արտահերթ նիստ էր գումարել օրակարգում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն էր, որը հեղինակել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը։ Կարգավորման առարկան եկամտային հարկի տարեկան հաշվարկների, հայտարարագրերի ներկայացման ժամկետների սահմանման հետ կապված հարաբերություններն են։ Մինչ օրս մեր երկրի բնակչությունից ընդամենը 35,000 մարդ է լրացրել եկամուտների համընդհանուր հայտարարագիրը։ Թվի ցածր լինելու պատճառների մասին ազգային ժողովի ամբիոնից խոսեց Բաբկեն Թունյանը։ Պատճառ համար 1, որ մարդկանց մի զգալի մասը նույնականացման քարտ չի կարողանում ձեռք բերել չունի, պատճառ համար 2, ունեցողների մի զգալի մասը արդեն մի քանի ամիս գիտի, որ հայտարարման ժամկետը տեղափոխվելու է նոյեմբերի 1, այսինքն մարդիկ գիտեն դեռևս ժամանակ ունեն, եւ պատճառ համար 3, որ մեր ընդդիմադիր որոշ շրջանակներ հայտարարման համակարգը այնքան են դեմոնիզացրել, այնքան ապատեղեկատվություն են տարածել, որ այս ընթացքում նաեւ մարդկանց հետ բավականին մեծ ծավալի աշխատանք է կատարել, որ մարդիկ հասկանան հայտարարագիրը ինչի համար են լրացնում եւ ինչպես պետք է լրացնել։ Նախագծով առաջարկվում է փոփոխել պարտադիր հայտարարագրման համար օրենքով սահմանված վերջնաժամկետը։ Այսինքն այն մարդիկ, ովքեր հայտարարագիր են լրացնում այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, իրենց հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվում է նոյեմբերի 1-ը եւ ովքեր հայտարարագիր են լրացնելու հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես դառնում է նոյեմբերի 1-ը։ Նախագիծը ոչ միայն վերջնաժամկետ, այլ նաև սկզբնաժամկետ է սահմանում։ Այսինքն հիմա ըստ օրենքի մարդիկ կարող են հունվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ որ օր ուզեն հայտարարագիր լրացնեն, բայց մենք նաև սկզբնակետ ենք սահմանում եւ հայտարարագրերի վերջնաժամկետի հայտարարագրերի ներկայացման ժամկետի սկիզբը լինելու է մարտի 2-ը։ Մեկ այլ փոփոխություն էլ վերաբերում է եկամտահարկի վճարման վերջնահաշվարկին, այլ ըստ նախագծի կհամապատասխանեցվի ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրերի լրացման վերջնաժամկետներին։ Ունենք արդյոք այսօրվա գործող օրենքում կամ ենթաօրենսդրական ակտերում կարգավորում մեր տարեց քաղաքացիների համար կենսաթոշակառու, որոնք բացի կենսաթոշակից որևէ այլ եկամուտ չունեն, որովհետև կան երկրներ, որտեղ էլի կա ֆիզիկական անձանց պարտադիր եկամուտների պարտադիր հայտարարման համակարգ, բայց այս քաղաքացիների խմբերի համար շատ հեշտացված է, նույնիսկ այնքան, որ իրանք չեն լրացնում։ Կարող ենք մենք ակնկալել, որ նման փոփոխություններ կլինի։ Այն քաղաքացիները, որոնք կենսաթոշակից բացի այլ եկամուտ չունեն, իրենք հայտարարագիրը կարող են մուտք էլ չգործել, չլրացնել, այսինքն ինքնաշխատ պետությունը տեսնելով այդ ամեն ինչը կլրացնի եւ որոշ ժամանակ անց դա կհամարվի արդեն լրացված եւ հանձնված։ Ձեր ներկայացած նախագիծը վերաբերվում է այսպես կոչված նոր փուլի հայտարարագրողներին։ Նրանք, ովքեր անցած տարի հայտարարագրել են, նրանք պետք է շարունակեն նույն ռեժիմով հայտարարագրեն, այո։ Բնականաբար ովքեր որ պիտի անցած տարի լրացրած լինեին, իրենց վրա սա չի տարածում։ Սա տարածում է այն մարդկանց վրա, ովքեր պիտի այս տարի լրացնեն եւ հաջորդ տարիներին։ Հայաստան խմբակցությունից Արծվիկ Մինասյանը թեև պաշտպանում է գաղափարական հիմքը, ըստ որի քաղաքացին պետք է կատարի սահմանադրությամբ ամրագրված իր հարկային պարտավորությունները, այնուամենայնիվ նախագծում բացեր է տեսնում։ Հարցը այն է, որ որքանով է համակարգը, որը դրվում է, որքանով է ճշմարիտ ձևով հավասար վերաբերում բոլորին։ Դուք ասում եք հակակոռուպցիոն, բայց միայն եկամուտների հայտարարագիր եք դնում, բայց ծախսերը։ Խորհրդարանական մեծամասնությունից Արման Եղոյանն էլ նկատում է մինչ օրս հայտարարագիր լրացրած 35,000 քաղաքացուց 15,000-ը համակարգի միջոցով հետ է ստացել իր կատարած սոցիալական ծախսերը։ Պատգամավորն այս համատեքստում ֆինանսների նախարարին իր առաջարկն է անում։ Քաղաքացիները հետ են ստացել մոտ 1.2 միլիարդ դրամ, սակայն մենք նախատեսել էինք ընդհանուր մոտ 70 միլիարդ դրամ վերադարձնել։ Այս առաջարկս կարող է
մի քիչ ոչ ստանդարտ թվա, բայց ես առաջարկում եմ վերաբաշխել այդ գումարը եւ ավելի շատ տրամադրել հայտարարագիր լրացրած, արդեն իսկ լրացրած եւ նոր լրացնել պատրաստվող քաղաքացիներին ի հաշիվ այն գումարների, որոնք որ պիտի ստանային են քաղաքացիները, որոնք կտրականապես չեն ցանկանում հայտարարագիր լրացնել։ Արթուր Խաչատրյանն էլ վստահ է, համակարգը հանցագործություններ բացահայտելու մեխանիզմ չունի ու չի կարող կանխել կոռուպցիան։ Լրացնում ես դեկլարացիան, չէ, ես լրացնում եմ։ Ինքս հայտարարագիրը ոչ մի բան չեմ լրացրել։ Սոցապը գրում ես, ինքը բերում է աշխատավարձ, ինքը բերում է բանկային ավանդից ստացած տոկոս, այլ եկամուտ չկա։ Եթե մեկը ունենար, ինչա կարծում եք պետք է այդ հայտարարագրով կար խոստով անել։ Այսինքն ինչա կարծում եք որ ես սրանով պետք է գրեմ, ասեմ, գիտես ես հանցագործային հանցագործություն եմ արել, սա էլ ինքնախոստովանության թուղթ է։ Ակնհայտաբար ոչ, սա կոռուպցիան բացահայտելու գործիք չի։ Իմ համար իրոք զարմանալի էր, որ ձեր հայտարարագրի մեջ բանկային ավանդի տոկոսը ավտոմատ ինքնաշխատ լրացվել է, որտեղ մենք ՊԵԿ-ի նախագահի հետ այդ թեմայով ահագին քննարկում ունեցել ենք ու ուրեմն ստացվում է ձեր հայտարարագրի համար հատուկ մի հատ առանձին տեխնիկական հնարավորություններ են սահմանվել։ Իրականում այդ գործիքը իրանք հիմա մշակում են ու պիտի դնեն ու պիտի մարդը այ որովհետև եթե պետական եկամուտների կոմիտեն առանց քաղաքացու իմացության մարդու ավանդից ստացված տոկոսը ինքնաշխատ լրացներ, կնշանակի որ ՊԵԿ-ը այդ մարդու բանկային ավանդին հասանելիություն ունի, ինչը չի կարող տեղի ունենալ։ Նախկին կոռուպցիոներները շատ բաներ ունեն հետ գցած, տարբեր կրպակներ, տարածքներ, բան, ապօրինի վարձով են տալիս, այդ վարձակալությունները հավաքում են, ոչ միտեղ ոչ գրանցվում է, ոչ հարկ են վճարում, ոչ երևում է։ Հիմա այդ ամեն ինչը որ սկսեց հայտարարագրվել, եւ դուք ասում եք որ չեն հայտարարագրի, բա որ չեն հայտարարագրի հետո այդ եկամուտները ոնց են ծախսելու։ Մեկի եկամուտն է, չէ, դա դառնալու, հետո այն մեկը հայտարարագրելու է, չէ, հետո երևալու է, չէ, որ այդ փողը որտեղից է եկել ծախում, հետո գնալու են հարց են տալու, ասում են եղբայր, բա այս փողը որ այսքան ծախսում ես, բա որտեղից։ Եվ ես դες հավաստիացնում եմ, որ այստեղից ահռելի մեծ չափով եւ կոռուպցիայի կանխարգելումա դուրս գալու, եւ ապօրինի գույքա դուրս գալու, եւ տարբեր այլ բաներ։ Իսկ թե վերաբերելի է արդյոք քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածը ֆիզիկական անձանց, այն է հայտարարագիր չլրացնելու կամ այն կեղծ լրացնելու համար քրեական հետապնդման ենթարկվելու մասին Ագնես Ախամոյանի հարցին պատասխանեց Բաբկեն Թունյանը։ Որ օրը որևէ ֆիզիկական անձ հայտարարագիր լրացնող 444-րդ հոդվածով ազատազրկման կենթարկվի կամ կդատապարտվի, ես պատրաստ եմ այս ամբիոնից, եթե դեռ պատգամավոր լինեմ, կամ եթե չլինեմ ուրիշ ամբիոնից, ձեզնից հրապարակային ներողություն խնդրել։ Բայց եթե նման բան չլինի, նույնը ակնկալում եմ ձեր կողմից։ Ձեր նպատակը ընդամենը այս համակարգը դեմոնիզացնելն է։ Դուք չեք նայում որևէ բան օգուտ է, վնաս է, դուք նայում եք հարության շրջանում մի թեթև ինչ-որ բանի շուրջ դժգոհություն կա, միանգամից փորձում եք այդ դժգոհության շուրջ ինչ-որ արհեստական լարվածություն ստեղծել ու բերել ներկայացնել, որ այս իշխանությունը ուզում է հարգելի քաղաքացիներ ձեզ վատություն անել, մենք էլ եկել ենք չենք թողնում։ Լավ է մեր քաղաքացիները ձեզ են ճանաչում, մեզ են ճանաչում։ Հարցը քննարկվեց 24-ժամյա ռեժիմով, արդյունքում խորհրդարանն առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Քննարկվել են Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունների սրտացմանն ու խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ Դեսպանի հետ հանդիպել է նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Անդրադարձ է եղել երկկողմ խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրերին, տնտեսական եւ մշակութային կապերի զարգացմանն ու այդ ուղղությամբ պատգամավորների դերի կարեւորությանը։ Խորհրդարանը գումարեց եւս մեկ արտահերթ նիստ, որի ժամանակ քննարկվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, այն փոփոխություն է նախատեսում բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքում։ Նախագծով առաջարկվում է ստեղծել իրավական հիմք, համաձայն որի պետական արգելոցի տարածքից ջրար կարող է թույլատրվել բացառապես այն դեպքերում, երբ ջրային ռեսուրսի օգտագործումը կենսական անհրաժեշտություն է հարակից համայնքների խմելու, կենցաղային կամ գյուղատնտեսական նպատակներով ջրամատակարարումն ապահովելու համար, իսկ տարածքում այլընտրանքային ջրային աղբյուրներ չկան։ 1972 թվականին, երբ դեռ Խոսրովի արգելոցը չուներ այս սահմանները, որը հիմա ունի, սովետական կարգերի ժամանակ ջրային համակարգ է կառուցվել,
եւ ըստ էության դրանից հետո Գառնի համայնքի ոռոգման ջրի թույլտվությունը կամ ջուրը հենց տեղից են ստացել։ Մենք մեր վարչարությունը խստացրել ենք, այդ թվում նաեւ ջրային օրենսգրքով սահմանել ենք, որ բոլոր ջրօգտագործողները պետք է առցանց ջրաչափեր ունենան։ Հաշվի առնելով այս հանգամանքը, կառավարությունն առաջարկում է մինչև 1991 թվականի դեկտեմբերի 2-ը, որը համընկնում է անկախ Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենքի ընդունման հետ, կառուցված ջրային համակարգերով տրամադրել խմելու կամ ոռոգման նպատակով ջրի օգտագործման թույլտվություններ, եթե ջրի այլ աղբյուր տարածքում առկա չէ։ Խոսքը գնում է 670 հեկտար ոռոգման ուրեմն տարածքների եւ նաեւ 1400 բաժանորդների մասին։ Ինչ տեղի կունենա այն իրավիճակում, երբ Խոսովի արգելոցին պետք լինի X քանակությամբ ջուր եւ ձեր նշած 670 հեկտար հողերին էլի պետք լինի այդ նույն ջուրը, չբավականացնի, ով է այստեղ որոշումը կայացնելու եւ իօքուտ որ հողերի։ Գիտենք վնաս չենք կազմում, որովհետեւ գիտենք կա այդ ամեն ինչ այդ համակարգը կառուցված է եւ այդտեղից ջրօգտագործում իրականացվել է։ Այդ խողովակաշարը 12 կիլոմետր Խոսովով գնում է եւ 34 տարի առնվազն անկախ Հայաստանի պատմության ընթացքում դա արդեն շահագործվել է։ Խոսովին որևէ միջամտություն չի կարելի անել, բայց քանի որ հողի վրա այս ամեն ինչը ունենք եւ այլընտրանքային կետ չունենք, որ արգելոցից դուրս է, կարող ենք այդտեղից ջրօգտագործման թույլտվություն տալ Գառնի համայնքի ոռոգման համար, այս կարգավորումն ենք տալիս։ Հարցը քննարկվեց 24-ժամյա ռեժիմով, ազգային ժողովը նախագիծը քննարկեց, ապա ընդունեց առաջին եւ երկրորդ ընթերցումներով։ Աղմուկով ուղեկցվող շինարարական աշխատանքների, բազմաբնակարան շենքերում աղմուկի տարաբնույթ դրսևորումների, տրանսպորտային միջոցների շահագործման հետևանքով առաջացող աղմուկի ու ընդհանրապես համակեցության կանոնների խախտման բազմաթիվ դրսևորումների հետևանքով խախտվում են մեր քաղաքացիների առողջության պահպանման, հանգստի ապահովման եւ այլ հիմնարար իրավունքները։ Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր քննարկում, որի առանցքում Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մշակած օրենքի նախագիծն էր։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանի խոսքով աղմուկի կարգավորման մասին համապարփակ օրենքի առկայությունն անհրաժեշտություն է, որի ուղղությամբ արդեն աշխատանքներ են իրականացվում։ Խոսելով ոլորտում առկա խնդիրների մասին, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նշեց, որ դրանց մի մասը պատշաճ վերահսկողական մեխանիզմների, պատասխանատվության միջոցների բացակայության կամ ոչ պատշաճ գործադրման հետ են կապված։ Ամփոփելով ներկաներն արձանագրեցին տարատեսակ օրենսդրական ակտերում հարցի հետ կապված կանոնակարգումների կամ համապարփակ օրենսդրության ստեղծման մասով աշխատանքների շարունակականության անհրաժեշտությունը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանի նախաձեռնությամբ տեղի ունեցել հանդիպում հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ։ Հանդիպման ընթացքում բարձրացված հարցերը վերաբերել են հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական թերապիաների անբավարարությանը, տնային ուսուցման համակարգի վերանայման անհրաժեշտությանը, մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ներառականությանն ուսումնական հաստատություններում, ցերեկային խնամք իրականացնող հաստատությունների ֆինանսավորման ծավալին եւ այլ հարցերի։ Անդրադարձ է եղել ոլորտում առկա խնդիրներին եւ օրենսդրական բացերին, ներկայացվել են առաջարկներ, որոնք ըստ ծնողների ընդունվելու դեպքում կարող են փոքր-ինչ թեթևացնել թե ծնողների, թե երեխաների կյանքը։ Առաջարկվել է ունենալ օրենսդրական այնպիսի կարգավորում, որ երեխային խնամող ծնողը կարողանա դառնալ երեխայի խնամակալը, ստանալով նպաստ եւ աշխատանքային ստաժ։ Հանդիպմանը մասնակցող գործադիր մարմնի ներկայացուցիչներն ու падգամավորները պատասխանել են ծնողների հարցերին, տվել պարզաբանումներ։ Հայաստան-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում արդարադատության ոլորտում նախանշված բարեփոխումները քննարկվել են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի եւ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանի հանդիպման ժամանակ։ Մերի Գալստյանը նշել է, որ հանձնաժողովի գործառույթներից են համաձայնագրի իրագործման հետ կապված հարցերը, մասնավորապես խորհրդանական վերահսկողությունը գործողությունների կիրարկման աջակցելը։ Այս շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ոլորտային կառույցների հետ ընթացիկ աշխատանքներում հաղորդակցությունը պահպանելու, կարիքների գնահատման գործընթացին աջակցելու, ինչպես նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման ուղղությամբ համագործակցելու համար։ Աննա Կարապետյանը մանրամասն ներկայացրել է նախարարության կատարած աշխատանքները, անդրադարձել նաև հակակոռուպցիոն ռազմավարության մշակման ու ընդունմանը, ինչպես նաև անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող գործողություններին։
Սիրելի հայրենակիցներ, ապրիլի 23-ին տեղի ունեցավ ավանդական դարձած ջահերով երթը։ Մեր սրբադասված նահատակների ոգեկոչման, ինչպես նաև պահանջատիրական ամենամեծ միջոցառմանը մասնակցեցին հազարավոր քաղաքացիներ։ Երթեր տեղի ունեցան նաև Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքներում։ Աշխարհի տարբեր կողմերում Սփյուռքի մեր հայրենակիցներն իրականացրեցին հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Ապրիլի 24-ին մինչև կեսգիշեր մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերդ չէր դադարում։ Այս ամենը փաստում է մի բանի մասին. հայ ժողովուրդը չի ուրանում իր անցյալը, չի մոռանում իր պատմությունը եւ համաձայն չէ թշնամական պարտադրանքի հետ։ Ի հեճուկս օրվա իշխանությունների ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների։ Տասնամյակների արդար պայքարը, հետևողական աշխատանքը հանգեցրել են նրան, որ տասնյակ պետություններ ճանաչել են հայոց ցեղասպանությունը։ Նրանցից մի քանիսն անգամ քրեականացրել են հայոց ցեղասպանության ժխտումը։ Սակայն այսօր հայտնվել ենք մի իրավիճակում, երբ անվիճարկելի այս իրողության մասին խոսելիս վարչակարգի ղեկավարն ասում է. դեռ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել ցեղասպանության ժամանակ։ Իշխանության մեկ այլ ներկայացուցիչ առաջարկում է հայոց ցեղասպանության զոհերի ցուցակ կազմել։ Ինչ է այս ամենը, եթե ոչ թուրքական օրակարգի սպասարկում եւ ցեղասպանության քողարկված ժխտում։ Հիշեցնեմ նաեւ, որ 2024 թվականի մայիսին Լեմկին ինստիտուտը հայտարարություն էր տարածել, ահազանգելով, որ ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Հայաստանի վարչապետը պաշտոնական ոգեկոչման հայտարարության մեջ արել էր այնպիսի արտահայտություններ, որոնցով կասկածի տակ է դրել Թուրքիայի եւ Ադրբեջանի պատասխանատվությունը ցեղասպանության որջրագործության համար։ Այս ամենը Լեմկին ինստիտուտը որարկել էր վտանգավոր, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի վերջին ցեղասպանության եւ Հայաստանի Հանրապետության շարունակաբար սպառնող վտանգների համատեքստում։ Ժխտել փորձողների համար Հայաստան խմբակցությունը մշակել է նախագիծ, առաջարկելով քրեականացնել հայոց ցեղասպանության հերքելը, մեղմացնելը կամ արդարացնելը։ Մի ուրացիր, այս կոչն է ամենուրեք հնչում ու տարածում այս օրերին ի պատասխան ուրացման քաղաքականության։ Բայց ես լիահույս եմ, որ այսպիսի համախմբման պարագայում, ինչի ականատեսը եղանք ապրիլի 23-ին եւ 24-ին, մեզ մեր պատմությունից, ազգային ինքնությունից ու կոլեկտիվ հիշողությունից զրկելու հանցավոր փորձերը չեն հաջողելու։ Շնորհակալություն։